Մարդկանց ահուս սարսափի մեջ եք պահում։ Երևանի բնակիչ այս կինը Հայաստանի վարչապետի հնարավոր պատերազմի մասին հայտարարությունից է ահու սարսափի մեջ հայտնվել։ Ալնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Իմ թորնիկը Սարայում է։ Հիմա ես կոնկրետ մենակ իմ թորնիկի մասին չի իմ մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք պատերազմա լինելու, եթե ես չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով։ Բանակում թորնիկ ունեցող կինը զարմանում է, ինչու է խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված։ Հիմա կարող է ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում։ Ես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ թղթերը ստորագրել եմ, ես վերադարձել եմ եւ 2025 թվականի օգոստոսի 18-ին ուղերձով դիմել եմ ժողովրդին ձեզ եւ ասել եմ, որ խաղաղությունը հաստատված է։ Ես եմ լսել ձեր ասածը, որ եթե ես չլինեմ, սեպտեմբերին մեծ պատերազմ սպասի։ Ես շատ մեծ մտահոգություն ունեմ։ Ես մենակ իմ թորոն մասին չեմ մտածում։ Բոլորն էլ մեր երեխեքն։ Դրա համար մենք բոլորս իրար հետ պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Եվ այս էլ մեր խաղաղության սիմվոլն է, նվիրեմ մի հատ ձեզ։ Վայ, չեմ ուզում։ Ինչի։ Չեմ ուզում։ Սիրելի հայրենակիցներ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սյունիքի խորհրդանիշ Խուստուփի ստորոտից հայտարարել է առաջիկա համապետական ընտրություններին նոր ձևաչափով մասնակցելու մասին։ Քաղաքական ուժը հանդես կգա Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Իր ուղերձում Նարեկ Կարապետյանը շեշտադրել է ազգային միասնականության կարևորությունը, Խուստուփը որակելով որպես վճռորոշ պահերին հայության համախմբման խորհրդանիշ։ Պարակտումների ժամանակաշրջանը պետք է մնան անցյալում։ Այսօր Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել Ուժեղ Հայաստան։ Մենք կստեղծենք դաշինք Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները եւ լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները։ Ուժեղ Հայաստան կուսակցության Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հերթական կանգառը Ագարակն էր։ Կուսակցության անդամները արժանացել են տեղի բնակիչների ու աջակիցների ջերմ ընդունելությանը։ Հանդիպման ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերի դրույթները, ընդգծելով, որ Հայաստանը այսօր կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև։ Ըստ Կարապետյանի, մինչև հարևան երկրները հզորացնում են իրենց ռազմական ու տնտեսական ներուժը, Հայաստանի իշխանությունները զբաղված են երկրի լուրջ խնդիրների հետ կապ չունեցող գործողություններով։ Տեսեք ինչ են անում մեր հարևանները։ Թուրքերը ինչ են անում։ Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկա են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները ինչ են անում։ Կապում են Թուրքիայի հետ, ճանապարհ են ուզում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ռազմական ուժն են զարգացնում, Կասպիան ծովով նավահանգիստներ են կառուցում։ Ինչ ենք անում մենք։ Մենք կուկուրուզ ենք ուտում, կռիվ ենք անում սաղորը։ Ինչ ենք անում էլի, այս լուրջ աշխարհի այս փոփոխությունների ֆոնին մեջից ճանաչելով պետական ապարատը կարամ ասեմ, որ կամերայի դեմը հլա ամենավախենալու բաները չի տեղի ունենում։ Այնտեղ ավելի վախենալու բաներ ա, իրանք մասնագետ չեն, իրանք ընկել են այդտեղ, բայց չգիտեն ոնց կառավարեն, հարգելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտել Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նոր փուլի մասին, ընդգծելով իրավական գործընթացների ակնհայտ անհամապատասխանությունը ժողովրդավարական նորմերին։ Ըստ փաստաբանի 2026 թվականի մարտի 26-ին քննչական կոմիտեն իրազեկել է նախաքննության ավարտի մասին, սակայն պաշտպանական կողմին ընդամենը 15 ժամ է տրամադրել գործի 135 հատորներին ծանոթանալու համար։ Նա շեշտել է, որ քննչական կոմիտեն փաստացի հաստատում է Սամվել Կարապետյանի առնչության բացակայությունը նշված տնտեսական մեղադրանքներին, համարելով, որ հազարավոր էջերը հնարավոր է ընթերցել մի քանի ժամում։ Վարդևանյանը նշել է, որ սա իրավունքի նկատմամբ բացահայտ անարգանք է, քանի որ օրենսգիրքը պահանջում է տրամադրել ողջամիտ ժամկետ նման ծավալի նյութերը ուսումնասիրելու համար։ Այս ամենը մեղմ ասած աբսուրդ է։ Նույնիսկ ինչ որտեղ
խայտառակություն է։ Բայց իհարկե ամեն աբսուրդ եւ խայտառակություն ունի իր սկիզբը եւ ավարտը։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը մի բանի մասին է խոսում, որ իսկապես ժողովրդավարական արժեքների եւ սահմանադրական երաշխիքների տապալման հետ գործ ունենք։ Բայց ուժեղ Հայաստանում հենց պատկերացումը պետք է լինի այնպիսին, որ սահմանադրական արժեքները գերակա են, իրավունքը գերակայի եւ չլինեն քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Իսկ այսօր ցավոք իրավիճակը ճիշտ հակառակն է։ Իրանի Սպահան քաղաքում հզոր պայթյուններ են որոտացել։ Հրթիռակոծությունների ֆոնին իրավիճակը տարածաշրջանում դառնում է ել ավելի անկանխատեսելի։ Ամերիկյան F-16 կործանիչ է վնասվել Իրանի երկնքում եւ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում, հայտնել է իրանական Թասնիմ գործակալությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն արդեն հաստատել է Մերձավոր Արևելյան բազաներից մեկում ինքնաթիռի վայրէջքի փաստը։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Եմենի հուսիները կոշտ հայտարարությամբ զգուշացրել են, որ իրենց մատները ձգանին են եւ պատրաստ են անմիջապես միջամտել հակամարտությանը, եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի սրվել կամ եթե այլ երկրներ միանան ԱՄՆ-իսրայելական գործողություններին։ Ամերիկա-իսրայելական հրթիռներն առավոտյան արվածել են Իրանի Բորուջեդ քաղաքի բնակելի թաղամասերին։ Կա 5 զոհ եւ 35 վիրավոր։ Փողնահանգապետը հայտարարել է, որ վիրավորները տեղափոխվել են շրջանի բժշկական հաստատություններ եւ հիվանդանոցներ, սակայն փլատակներում քաղաքացիներ կան։ Օմանի հարավում գտնվող Սարալա նավահանգստի վրա 2 անօդաչու թռչող սարք է հարձակվել, կա 1 զոհ։ Ըստ ԶԼՄ-ների հարվածի հետևանքով վիրավորվել է նավահանգստի 1 աշխատակից։ Անվտանգության ծառայությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները եւ վնասի չափը։ Մեկ ամիս է ինչ Իրանը պատերազմի մեջ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ։ Ամերիկա-իսրայելական ուժերը հարվածում են Իրանի ամբողջ տարածքին, թիրախավորելով իշխող վարչակարգի օբյեկտները։ Սակայն այդ հարվածները կործանարար հետևանքներ են թողնում նաև մոտակայքում ապրող խաղաղ բնակիչների վրա։ Ռազմական փորձագետների կարծիքով Իսրայելը օգտագործում է Մարկ 84 տեսակի հզոր ռումբեր, որոնք կշռում են շուրջ 900 կիլոգրամ։ Մարդասիրական իրավունքի մասնագետները նշում են, որ նման ծանր զինատեսակների կիրառումը խտաբնակ վայրերում կարող է որակվել որպես անհամաչափ եւ հակաիրավական գործողություն։ Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը Իրանի վրա նետել է ավելի քան 12000 ռումբ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հարվածել է ավելի քան 9000 թիրախի։ Դրանց մեծ մասը գտնվում է հենց բնակելի թաղամասերի սրտում, խանութների, դպրոցների ու տների հարևանությամբ։ Մարդու իրավունքների ակտիվիստների տվյալներով Մարտության առաջին ամսում Իրանում սպանվել է ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ Թեհրանի բնակիչները դժգոհում են սեփական իշխանություններից, նշելով, որ չկան հանրային ապաստարաններ, տարհանման աջակցություն կամ նախազգուշացնող ազդանշաններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել տարածաշրջանային սրացումների վերաբերյալ։ Նա Հորմուզի նեղուցն անվանել է Թրամփի նեղուց, շեշտելով, որ դա պատահական վրիպակ չէր եւ իր հետ պատահականություններ չեն լինում։ Խոսելով Իրանի հետ բանակցությունների մասին, Թրամփը պնդել է, որ այդ երկրի հոգևոր առաջնորդն այլևս ողջ չէ։ Նա տեղի ունեցողը դիտավորյալ անվանում է ռազմական գործողություն, այլ ոչ թե պատերազմ։ Թրամփի պարզաբանման պատերազմի դեպքում անհրաժեշտ է ստանալ կոնգրեսի թույլտվությունը։ Մինչդեռ ռազմական գործողություն իրականացնելու համար նրան որևէ մեկի համաձայնությունը պետք չէ։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանում դեռևս ունի 3554 թիրախ, իսկ կոնգրեսի դեմոկրատներին համեմատել է Իրանի հետ, նրանց անվանելով աննորմալ։ Բացի իրանական օրակարգից, Թրամփը նախազգուշացրել է նաև Հավանային, նշելով, որ Կուբան հաջորդն է։ Նա ակնարկել է ռազմական ուժի հնարավոր կիրառման մասին, թեև կատակով հորդորել է մամուլին ուշադրություն չդարձնել այդ հայտարարությանը։
Ավստրալիայի Կարնարվոն քաղաքի բնակիչները դարձել են բնական հազվադեպ երևույթի ականատես։ Արևադարձային հզոր ցիկլոնի հետևանքով քաղաքի երկինքը ստացել է մուգ, արյունոտ կարմիր երանգ։ Օթերվութաբանական այս երևույթի պատճառն ուժգին քամիներն են, որոնք օդ են բարձրացել տոննաներով կարմիր փոշի եւ ավազ։ Բնակիչների խոսքով տեսարանն իսկապես սարսափելի էր, քանի որ փոթորկի եւ փոշու համադրությունը քաղաքը կարմիր մշուժով էր պատել։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 3 անձ է ձերբակալվել մարտի 25-ին Կանազի մշակույթի տան ներսում գույքը դիտավորությամբ այրելու համար, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։